Ընկերներ ջան, մի հատ հետաքրքիր բանի մասին եմ ուզում ուղղակի մտքերս բարձրաձայնել։ Խոսքս վերաբերվում է համայնքներ, միություններ, բիզնես ակումբներ, բիզնես միություններ, երևույթին, մշակույթին, որը արդեն շատ լայնորեն տարածված է, ուրախություն մեզ իհարկե, ես այդ մշակույթը շատ բարձր եմ գնահատում։ Այստեղ պարզապես խոսքս ինչի մասին է։ Նախկինում էլի եղել են գործարարների միություն, եթե չեմ սխալվում, էլի կա։ Իմ մոտ տպավորվել էր որպես այն ժամանակ մի քիչ չինովնիկական, կարող է սխալվում եմ, բայց դրա մասին չի խոսքը։ Խոսքս ավելի շատ այս մեր ժամանակների մասին է, երբ որ փոքր միավորներ կային, չոր մարքեթինգ, զարթուցիչ, ավելի ուրիշ բաներ էլ կային, այս պահին չեմ հիշում, հետո վերաճեց ավելի մեծ մասշտաբների, այսօր ունենք Մանթաշյանց գործարարների միություն, հիմա ոնց որ ակումբը անվանափոխվել, դա չի էականը։ Club Capital, BS Cosmo Family, Rexus ակումբ, Madam ակումբ, տարբեր ակումբներ, այստեղ խոսքս ինչն է ավելի կարևոր, երբ որ ինձ ասում են Նաջարյանին էլի ինձ, երբ որ ասում են քո network-ի գաղտնիքներից մեկը որն է, ասում եմ պետքա մարդուն իր արածի համար ծափահարել, պետքա մարդուն կոպիտ ասած պրիզնատ գալ, հա, դու լավ բան ես արել, ես քեզ ծափահարում եմ։ Հիմա սա ուզում եմ վերափոխել հենց այս մասով, ենթադրենք մարդը ստեղծել է միություն, ստեղծել է առաջին միությունը, ստեղծել է հայ իրականության մեջ մեծ միություն, ստեղծել է մշակույթ, երկրորդը, երրորդը, մենք այդ մարդկանց պետք է ընդհանրապես ողջունենք, ծափահարենք եւ ինչով հնարավոր է նախ օգնենք, քանի որ դա հայ իրականության մշակույթ է, հա, կլինի Մանթաշյանցը, Կապիտալը, BS Cosmo, Rexus, մյուս, այստեղ միությունների անունը էական չի։ Նույնիսկ հա ասեմ, Մանթաշյանցը, եթե առաջիններից մեկն է, կամ հենց առաջինն է, մենք ուղղակի ծափահարում ենք, ապրեք, դուք երբ որ 600 հոգի կամ 700 հոգի կամ ինչ որ մի Լոս Անջելեսում բան է բացվում, մասնաճյուղ է բացվում, դա մեր բոլորինս է մեծ հաշվով։ Երբ որ չգիտեմ, Կապիտալը ասում է Ալյանս միության մեջ է, մի քիչ կարող է բաները չհիշեմ, ինչ որ հաջողություններ է հասնում նաև երկրից դուրս, դա մեր բոլորիս հաջողությունն է, ժողովուրդ ջան, դրա համար մենք ընդհանրապես այստեղ կարանք կամ օգնենք, կամ պարզապես ծափահարենք ու մենակ լավ է խոսալ դրա մասին։ Մարդիկ ի վերջո, երբ որ ասում են հայերը միաբան չեն, հայերը չեն հավաքվում, մեզ չեն անում, մարդիկ այսքան հայ, պրիտոմ այսքան հայ գործարար, պրիտոմ այսքան հայ, ինտելեկտը բարձր, каждый второй, արշակ второй, այսինքն այս մարդկանց մենակ կարելի է ծափահարել եւ օգնել կամ պատժեշկա անել կամ ուղղակի չխանգարել։ Սրա մասին է մի կետը եւ երկրորդ կետը, որի մասին ուզում եմ բարձրաձայնել, հենց այդ մեր գործարարների մասնակցությունն է այս միություններին, մտնել միություն, անդամակցել, անցնել որոշակի ճանապարհ, հետո բնականաբար կարա պահանջմունքներ փոխվի, կարա վերաբերմունք փոխվի, ցանկություններ փոխվի, ինչու ոչ նաև քմահաճույքներ փոխվի, փողը շատանում է, կարիքը շատանում է, խլեբը մալը, կոմնոտի մալը, եւ ի վերջո որոշում է մարդը, որ նախ երկար չգնա, արդեն որոշում ես դուրս գալ, մենակ գրկախառնությամբ, մենակ կոպիտ եմ ասում, հետևից լավ խոսալով կարող ես դուրս գալ, որովհետեւ այն արժեքները, այն լուրջ թվերի մասին է խոսքը, որ ես գիտեմ, այն արժեքները, այն թվերը, այն հնարավորությունները, հաջողությունները, որ դու հասել ես այդ միությունով, այդ ակումբով, դա միայն կարելի է ասել շնորհակալություն, ես գնացի կամ ոնց որ կասեր Նաջարյանը գրկում ու դուրս են գալիս, որովհետև ոչ մի գործարար միամիտ չի, ոչ մի գործարար Զառոզին ու Զաստալինը չի, ինքը գիտի ինչի համար է անդամակցում, ինքը գիտի ինչ է ստանալու, նաև ստանում է եւ շատ կարեւոր է երկու դեպքում էլ ծափահարել, ժողովուրդ ջան, սրա մասին է ուղղակի ուզում ասել, որ մեր մոտ միությունները լավ մշակույթ է, տղերքը լավ մշակույթ են սարքել, տղերքը ասելով նաև կանայք այդ կանանց ակումբները եւ այլ, մենակ պետքա ծափահարել վատագույնը, սենց ասեմ։ Եվ երկրորդը մտնում ես, դուրս ես գալիս, հետո անդամակցում ես մեկ ուրիշ միության, դա նորմալ է, բայց մենակ շնորհակալություն, նու չգիտեմ ինչքանով կարացա մեջի սեղածը բարձրաձայնել արտահայտվել, բայց դա եւս մշակույթ է, եւս մշակույթի մի կտոր է, պատժեշկա եւ գրկախառնություն այս դեպքում։ Լավ եղեք, առայժմ գնացինք։